Մայստրո Հովհաննես Չեքիջյանը իսկապես հայ մշակույթի երախտավորներից է եւ մի անձնավորություն, ում հետ ցանկացած հանդիպում միշտ էլ շատ հետաքրքիր է։ Ամանդաբար ամեն տարի դեկտեմբերի 23-ին մայստրոյի, այսպես ասած, զինակիցները հավաքվում են միասին տոնում նրա ծննդյան հերթական տարեդարձը։ Դեկտեմբերի 23-ը իսկապես մի տեսակ հաշվետվության օր է Հովհաննես Չեքիջյանի համար, նա կարծես նորովի է հերթական անգամ ներկայանում իր երկրպագուներին։ Այժմ մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու դեռ 10 տարի առաջ նկարահանած մի տեսանյութ, ինչը կարծում եմ այսօր էլ շատ արդիական է։ Այն ժամանակ Հովհաննես Չեքիջյանը հյուրընկալվել էր իմ հեղինակային լինել թե չլինել ծրագրին։ Ես առաջարկում եմ դիտել այդ հաղորդումը եւ դուք էլ շատ հետաքրքիր փաստեր կարձանագրեք մայստրոյի կյանքից։ Մայստրո Չեքիջյանն է մեր ծրագրի հյուրը, մայստրո բարով եք եկել։ Նախ դիտենք տեսանյութը, որից հետո հաճույքով կներկայացնեմ նրան։ Խմբավար, դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության եւ Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Հովհաննես Հարությունի Չեքիջյանը ծնվել է 1923 թվականի դեկտեմբերի 23-ին Ստամբուլում։ Դեռ 5 տարեկանից նվագել է դաշնամուր։ Սովորել է ծննդավայրի Մխիթարյան եւ ֆրանսիական Սեն Միշել վարժարաններում։ 1951 թվականին ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1961 թվականին ասպիրանտուրան։ Չեքիջյանը 1944-ից 1951 թվականներին ղեկավարել է Ստամբուլի հայկական եկեղեցու Դուրյան երգչախումբը։ 1947 թվականին նա Ստամբուլի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն էր։ 1961 թվականին Չեքիջյանը հայրենադարձել է եւ նշանակվել Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր։ Չեքիջյանը ղեկավարել է աշխարհի շուրջ 56 նշանավոր սիմֆոնիկ նվագախմբեր։ Նա իրոք հայկական երգչախմբային արվեստը դուրս բերեց համաշխարհային ասպարեզ։ Շատ ուրախ եմ, որ կրկին ձեզ հյուրընկալել ենք, որտեղ ամեն մի հանդիպում Հովհաննես Չեքիջյանի հետ, դա հանդիպումն է գեղեցիկի, դա հանդիպում է մի շատ հետաքրքիր անձնավորության հետ, որից միայն մենք ստանում ենք պոզիտիվ այսպես ազդանշաններ։ Դուք շատ վաղուց դարձել եք Հայաստանի Հանրապետության այցեքարտերից մեկը եւ մարդիկ թե այստեղ թե դրսում Չեքիջյանով անմիջապես հասկանում են, որ գործ ունեն Հայաստան աշխարհի հետ, Հայաստան երկրի հետ եւ դա մեզ իհարկե պատիվ բերողան ունի։ Այ ինչպես կարելի է բացատրել այն մեծ սերը, հարգանքը, որ ունեն մարդիկ ձեր հանդեպ։ Գիտեք, ինչ բեմ բարձրացող մարդ եմ։ Դե ժողովուրդը ինձ լավ ընդունել է արդեն տասնյակ տարիներ։ Դրա գաղտնիքը բացատրել դժվար է, քանի որ ամեն մի դիրիժոր ունի իր ձեռագիրը, ամեն դիրիժոր ունի իր ագնոցը, որով տեսնում է պարտիտուրային եւ ըստ այնը մեկնաբանում է։ Մեկնաբանությունները տարբեր են լինում, բայց այդպես դրանց մեջ չկա մեր գործում կատարելություն չկա, բայց կա մեկնաբանություն, որը հարազատ է մնում ուրեմն հեղինակին։ Իմը երևի այդ առումով շահագրգռված է ժողովուրդը, որ ինձ կնահատի։ Թեև հիմա դիրիժորները շատ են, մայստրոները շատ են, բայց այնպես ինչ չեն շփոթում ուրիշի հետ։ Շնորհակալ եմ դրա համար։ Ես պիտի ասեմ, որ շատ հետաքրքիր կուրիոզային դեպքեր են լինում, երբ ձեզ մայստրո ախր քաղաքում հիմա մենք ապրում ենք մի քաղաքում, որտեղ գրեթե յուրաքանչյուր երրորդը մայստրո է եւ հաճախ խառնում են մայստրոներին։ Ձեզ էլ են խառնում ինչ որ այլ։ Դե շնորհակալ եմ, որ չեն խառնում ինձ։
Չեն խառնում։ Մայստրո, ես պիտի ասեմ, որ դեռ 1975 թվականին, եթե չեմ սխալվում իհարկե, դուք արժանացաք խորհրդային միության պետական մրցանակ, միակ հայ դիրիժորը առ այսօր, որ արժանացել է նման բարձր կոչման 70 տարիներ շարունակ 70 տարիների ընթացքում ամբողջ խորհրդային Հայաստանի պատմության ընթացքում եւ այդ ընդհանրապես ես հիշում եմ երբ որոշվում էր պետական մրցանակը ում հանձնեն մայստրո Չեկիջյանին թե մեր հրազդան մարզահամալիրը ստեղծող կոլեկտիվին բոլորը չգիտես ինչու մտածում են որ մրցանակը հավանաբար կստանան այն ճարտարապետների խումբ այն մարդիկ որոնք ստեղծել են Երևանի մարզահամերգային համալիրը բայց Մոսկվայում ընդունեցին այլ որոշում մայստրոյին շնորհիվ ժյուրին ընդունեց այո ժյուրին լավ կապեր ունեիք ժյուրի հետ անձամբ էր դրանք բոլորովին անձամբ մարդիկ էին եւ ասեմ այն էլ որ դուք կուսակցական չէիք ոչ մի կուսակցության անդամ չեմ պատկերացնում եք խորհրդային տարիներին ստանալ պետական մրցանակ եւ այն էլ ոչ կուսակցական մարդն է արժանանում ոչ միայն դա ավա դեպուտատ լինել այո դեպուտատ էիք այո եզակի իհարկե նաեւ դուք նաեւ խորհրդային միության 10-րդ գումարման Հայաստանի 9-րդ եւ 10-րդ գումարումների падգամավոր էիք ազգային ժողովի ժամանակ ազգային ժողով չէր գերագույն խորհրդի եւ քանի որ խորհրդային տարիներին դուք նաեւ ակտիվորեն մասնակցում էիք մեր հասարակական կյանքին, քաղաքական կյանքին, մի հարց տամ։ Այս վերջին փոփոխությունները ինչպես ընդունեցիք։ Մենք նոր կառավարություն ունենք։ Շատ լինում ես էլ հույսով եմ, որ մեր կյանքը կփոխվի լավ իմաստով։ Չգիտեմ թե հիմա նոր վարչապետը ինչ հայացքներով գնայի մեր արվեստի բնակավարի աշխատողներին չգիտեմ թե նոր նախարարի չեմ հանդիպել բայց խոստացել էին ընդունել ամեն դեպս դրական բաներ ունեմ կարծիքներ ունեմ երկուսի մասին էլ նայես իրենք ոնց կդրամադրվեն եւ ամենակարևորը հատկապես էս մեր նախարարի համար մտահոգված եմ, եթե ինքը կարողանա իրեն ամրապնդել, որտեղ ինչքան ամուր լինի նախարարը, այնքան մեզ համար հեշտ է աշխատել։ Դե ես պիտի ասեմ, որ Արմեն Ամիրյանը չնայած երիտասարդ է, բայց բավականին փորձառու մարդ է մշակույթի աշխարհում։ Դրա համար շատ հույսով ենք։ Շատ մեծ հույսեր ենք կապել։ Եվ պատահական չէր, որ մեծամասնությունը հենց այդպես լավ էլ ընդունեց նրան։ Հետո ինքը բոլորին գիտի, մենք բոլորին իրենք շատ լավ գիտենք այս բնակավարի մարդ է վերջապես հույսով ենք ես պիտի ասեմ որ նոր վարչապետն էլ պիտի որ մեզ այսպես դրական լիցք հերավորի մանավանդ որ ինձ համար անձամբ օրինակ Կարեն անունը շատ այսպես հոգեհարազատ է միշտ Կարեն Դեմիրճյանի ասոցիացիան չէ որ մենք խորհրդային տարիներին ունենք մի այնպիսի առաջնորդ ինչպիսին Դեմիրճյանն էր հիմա Կարեն Կարապետյանը հուսանք որ անունների նմանությունը նաև գործի առումով այո մանավանդ որ մամուլում շատ է գրվում որ նմանություն կա եւ Կարեն Դեմիրճյանի եւ Կարեն Կարապետյանի միջեւ դա աստված որ ամեն ինչով նմանում են դե դա աստված մի խոսքով դուք լավատես եք այո լավատես եմ եւ այդ լավատեսությունը անհիմն չէ այսինքն լավատես չնորը պատճառ չունեն նախ եւ առաջ այո երկրորդը հույսով եմ որ պիտի լավ աշխատենք որովհետեւ գիտեք ինչ կա լավ աշխատողի գնահատել է պետք մարդիկ կան ցավոք սրտի որ լավ բանի չեն հանդուրժում շատ է պատահել իմ կյանքում բայց եւ այնպես այս երկու անձնավորները նորընտիր կարծում եմ որ լավ բանը սիրում են այո Մայստրո, մինչ հաջորդ հարցը ձեզ ուղղել է, ես ուզում եմ, որ մենք մի տեսանյութ դիտենք։ Ի վերջո դուք ղեկավարում եք մի կոլեկտիվ, որը բավականին հանրաճանաչ է, ամբողջ աշխարհը գիտի այդ կոլեկտիվի մասին, եւ որպեսզի մեր նոր սերունդի ներկայացուցիչներն որոշակի պատկերացում ունենան, թե ի վերջո կոնկրետ ինչով է զբաղված մայստրո Չեկիջյանը։ Դիտենք մի հատված
Դիտենք, նայած ինչ հատված, չգիտեմ։ Չգիտեք, հիմա նայեք ու դու ինքներդ էլ կասեք։ Խնդրեմ։ Իրոք մեր պետական երգչախումբը միշտ արժանավորեն է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունը ամբողջ աշխարհում։ Դուք 56 տարի ղեկավարում եք մեր պետական երգչախումբը։ Սա ինքնատիպ ռեկորդ է Գինեսի ռեկորդների գրքին։ Ես երկրորդ այդպիսի մայստրո չգիտեմ։ Դուք գիտեք։ Ես էլ չգիտեմ։ Դուք էլ չգիտեք։ Երևի չկա։ Երևի այս ամենից ելնելով կարելի է ասել, որ մայստրո Չեքիջյանի ֆենոմենը ոչ միայն այդ երկար տարիների աշխատանքն է, այլ ինչ որ մի արտասովոր երևույթ, որի մասին միգուցե դուք մեզ փորձեք մի քանի խոսքով բացատրել։ Դե գիտեք ինչ կա, տարիները արագ անցան, որովհետև շրջագայությունները շատ էին, օտար երկրներ, նոր համերկասրահներ, այդպիսի պայմաններում աշխատանքի մեջ ենք և աշխատանքի մեջ դա ընդունված բաները շուտ է անցնում ժամանակը։ Ես չգիտեմ ոնց անցավ, բայց կարևոր ժամանակը չէ այնքան, ինչքան այն, որ մինչև օրս կոլեկտիվը իր ստեղծագործական առողջ մթնոլորտ ունի և աճ ունի, աճ, մինչև օրս։ Կարևոր այդ երկար ժամկետը չէ, կարևոր թե ոչ թե լճացել է, այլ ընդհակառակը, միշտ փորձից փորձ, մի բան ավելանում, միկրո բաներով, դոզաներով ավելանում է։ Բայց չմոռանանք, որ այդ տարիների ընթացքում դուք մոտ 1000 համերգային ելույթներ եք, համերգներով հանդես եկել աշխարհի տարբեր անկյուններում, ամբողջ Եվրոպան, Ամերիկան, Միջին Արևելքի երկրները, եւ սրանք եղել են շատ փառահեղ համերգային ելույթներ, որտեղ իհարկե մեր երգչախումբը միշտ արժանիորեն է ներկայացրել մեր մշակույթը։ Բարեբախտաբար այո։ Եվ այդքան երկար տարիներ։ Այսքան երկար տարիներ։ Սովորաբար այդ նման կոլեկտիվներ փայլում են 2-3 տարի, 5 տարի եւ հետո խամրում են։ Մերը չէ, մերը մինչև հիմա Կանկուն է մնացել եւ ոչ միայն Կանկունն, ինչպես ասեցի, աճ ունի։ Այո։ Այդ բազմա թիվ համերգներից, մոտ 1000 համերգներից կան այնպիսիները, որ մինչև այսօր մնացել են ձեր հիշողության մեջ, եւ ինչու։ Մի քանի շարժան այդպես համերգներ փորձենք վերհիշել։ Այո, հատկապես որոշ տալիջներ, որոնք միջազգային արժեք ունեն, Avery Fisher Hall Նյու Յորքում, Էլիզաբետ Տակու անվան, ուրեմն համերգասրահ Լոնդոնում, Palais des Congrès Փարիզի կոնգրեսների պալատում, Pleyel դահլիճում, ինչի՞ չէ, Պրագայի ուրեմն Սմետայի անվան դահլիճում,
այն դալիճներն են, որոնք մեզ ասակցորեն դեր չի եղել։ Նկարները կան, գրախոսականները կան։ Մի խոսքով իզուր չի անցել այս տարիները։ Մայստրո շատ երկար տարիներ են եղել, շատ հարուստ, բազմաբովանդակ, այդպես չէ։ Այո։ Զարմանալի է, բոլորս փոխվել ենք, միայն մայստրո Չեկեջյանն է մնացել նույնը։ Սխալմամբ։ Չէ, ասի իհարկե սխալմամբ։ Իրեւ սիրելի բարեկամներ, ես պիտի ասեմ, որ ահա այս հրաշալի գիրքը Հովհաննես Չեկեջյանի մասին պատմող այս գիրքը շատ հետաքրքիր մի գիրք է, եւ ես պիտի ասեմ, որ այն լի է բազմաթիվ հաճելի, այսպես հուշերով, հետաքրքիր միջադեպերով, հանդիպումներով, մայստրոն այս գիրքը այսօր ինձ նվիրել է, ես պիտի ասեմ, որ ես պարզապես երջանիկ մարդ եմ, որ ունեմ նման գիրք եւ այն կարծում եմ, որ շատ մեծ ինֆորմացիա կտա, շատ ցավում եմ, որ այս գիրքը դուք ինձ հաղորդումից առաջ նվիրեցիք, եթե գոնե մի օր առաջ ես ունենայի, այստեղից անկասկած շատ հետաքրքիր կարող է մեջ բերում։ Խոշոր համբերություն ունեք, որ ընթերցեք ես կանալ 600 էջը։ Դե, եթե ասում է բարեկամություն ես անում Չեկեջյանի հետ, պիտի կարողանաս նաև նրա չափ ապրես, դիմանաս։ Եթե փոշին չնստացնեք վրա։ Չէ, սա կարդալու գիրք է, չէ։ Կարդալի է, այո։ Սերգեյ Արաքելյանի հեղինակած գիրքերից մեկն է եւ այո, այստեղ նույնպես նաև շատ հիշարժան պատմություններ կան երևի ձեզ համար։ Բավական է։ Ես տեսնում եմ, թե ինչ մարդկանց հետ եք դուք այստեղ շփվել, պարզապես նրանցից յուրաքանչյուրը մի լեգենդար ազնվորություն է եւ այս բոլորը, ինչպես ասում են, այս բոլորի ակտիվ մասնակիցն եք դուք, սա նաև իհարկե մեր երգչախմբային ընկերության տարեգրության մասին պատմող գիրք է, որտեղ այստեղ փաստերը կան, չէ։ Իդեպ ես պիտի ասեմ, որ դուք այսօր Հայաստանում բնակվող կենդանի մնացած խորհրդային միության միակ ժողովրդական արտիստն եք։ Միակը, որ մնացել եմ սխալմամբ։ Եվս մեկ ժողովրդական արտիստ կենդանի ունենք, բայց նա բնակվում է Մոսկվայում, Արմեն Ջիգարխանյանը։ Եվ այստեղ Հովհաննես Չեկեջյանը։ Մենք ձեզ պիտի պայենք, պայենք։ Բայց այդ կոչումները առաջ այդպես հեշտությամբ չէին տրվում, չէ։ Հիմա այնքան հեշտ է կոչում ստանալը։ Նկատել եք։ Այո, նկատել եմ։ Լավ է թե վատ։ Բայց դե գիտեք, երիտասարդները խրախուսել պետք է իհարկե։ Բայց նայած թե ինչ բնակավարում։ Ինչն է պատճառը, որ մեր մշակույթը, որ անկում է ապրում, բայց Չեկեջյան կա այսօր, որի կարծիքները հաշվի այդպես է իրոք, թե ասենք Գիտեք ինչ կա, կարողի ժամանակ դուք չեք հիշի, ավելի երիտասարդ եք, որ ես նոր եմ եկել 61 թվին, առանց չափազանցության, եթե քայլում էի փողոցով, մի պատմահան բաց էր լինում, այնտեղից Բաքվի երաժշտություն էր։ Ամբողջ Երևանը Բաքվի երաժշտություն էր լսում։ Այդ թուրքական մուղամները, ադրբեջանական։ Բաքվի երաժշտություն, Բաքուն էր լսում։ Հիմա բարապետարը մեր ժողովուրդը հասկացավ, դա Իրանը չի, կամաց հեռացավ, հիմա շատ քիչեր են այսպես։ Բայց դրա ուրիշ կողմը կա, հիմա դրա փոխարինողը ցավոք սրտի այդ մաներն են, ռաբիզներն են, որոնք մեզ պատիվ չեն բերում։ Մենք ունեցել ենք Նարեկացի, ունեցել ենք Կոմիտաս, այդպիսի ժողովուրդը այդ հասարակ բաներով պետք է չզբաղվի, բայց ամբողջ աշխարհում դա այդպես է, մենակ մեծ մոտ չէ։ Բայց մենք քանի որ փոքր ժողովուրդ ենք, մենք պիտի պայքարենք, որպեսզի մեր գիրգրականությունը, մեր երաժշտությունը կենթանի մնա։ Մայստրո, ես գիտեմ, որ նաև նախ շարունակենք թեման կոչումների հետ կապված։ Դուք ասում եք, որ երիտասարդներին պիտի խրախուսվեն եւ ված չի, որ որոշ մարդկանց կոչումներ են շնում, բայց կոչումները ձեր կարծիքով արժանի մարդիկ են ստանում։ Դե երբեմն պատահում է արժանի, պատահում է ոչ արժանի, հատկապես ժանրային տեսակետից, այսինքն նայած է որ բնակավարը լուսավորում են նրանք եւ ինչքանով արժանացել են դրան, դե գիտեք, անթերի ոչինչ չի այս աշխարհում, նայած ցերություններ լինում են։ Այսինքն մեծահոգաբար դուք ինչպես ասում են, դե ինչ արած։ Ներենք սխալների համար։ Դե ինչքան դա կարելի է հանդուրժել, որտեղ շատ հաճախ իրոք արժեքազրկվում են որոշ կոչումներ էլ նման մոտեցման պատճառով։ Համամիտ չեք։ Գար մի ժամանակ որ դրանց ազատվել էինք, եթե հիշում եք։ Կոչումները վերացել են Հայաստանից։ Այո։ Հանգիստ էինք ապրում։
Բայց էլի եմ գրկնում, երիտասարդներին չխրախուսել սխալ կլինի, բայց մարդիկ եթե իրենց զգում են ժամանակից շուտ ասի ձերը, լավ բան չի։ Դուք ավելի լավ ձեզ զգում եք սփյուռքահայ գաղթօջակներում, թե ասենք այն երկրներում, որոնք դու այդ երկրները մեկնում եք ոչ թե սփյուռքի, իմ կարծիքով, իմ համեստ կարծիքով, մերը քանի որ միջազգային կարգի կոլեկտիվ է, ավելի շատ այն դահլիճները, որտեղ հայերը շատ քիչ են, եւ միջազգային այսպես ճանաչում կտած դահլիճներում միջազգային ունգնդիր կա, հայերը այնտեղ շատ քիչ են բանով տոկոսային հարաբերությամբ, այդտեղ է որ մենք հաջողություններ ունեցել ենք շատ, թե չէ, գիտեք ինչ կա, սփյուռքում ապրող ուրեմն հայրենասեր մարդը, երբ որ լսում է մի հայրենասերական երգ, ուրախանում է, այդ հիմա էլ հակառակ պատկերն է, մի հատ սեղանի երկիչ, որ մի քիչ երգում է, գնում է այնտեղ ծափեր է ստանում։ Մեր այդպես չի, մեր միջազգային կարգի բաներ են, ունկնդիրներ ունեցել ենք մենք եւ այդտեղ ենք հաջողություն գտել։ Մայստրո, լավ հիշողություն ունեք։ Ոչինչ։ Մենք իհարկե ամեն անգամ, երբ գալիս է մոտենում է մայստրո Չեքիջյանի ծննդյան օրը, բոլորս իհարկե ուզում ենք անհամբեր առաջինը շնորհավորել։ Բայց ես ուրախ եմ, որ տարիները ձեզ չեն փոխում եւ դուք միշտ այդպես մարզական լեզվով ասած լավ մարզավիճակում եք։ Ինչու՞մն է գաղտնիքը։ Դուք մարզական աշխարհում եղել եք, հիմա ինձ տեսնում եք, հավատում եք, որ ես 90-ի մոտ եմ։ Չգիտեմ փաստացի թե որքան եք, բայց չեմ հավատում, որ դուք իհարկե այդ տարիքի տեր մարդ եք եւ այդպես առույգ։ Իհարկե, դա Աստված որ միշտ այդպես մնաք, առույգ, այտար։ Ես ես հրավիրում եմ դեկտեմբերի 23-ին իմ համերգին, այսինքն իմ ծննդյան օրը։ Այստեղ Երևանում, մեծ դահլիճում։ Ես կարծում եմ, որ մենք կարող ենք հրավիրել նաեւ հեռուստատիտորներին։ Մեր բոլոր այն հեռուստաները, որ դեկտեմբերի 23 հիշեք, իմ ծննդյան օրը։ Մենք այսինքն հաջորդ հանդիպումը դեկտեմբերի 23-ին է։ Եվ տրադիցիոնալ կարգով ամեն տարի դեկտեմբերի 23-ին համերգ եմ ունենում։ Այս տարի նույնպես հրամեցեք։ Ես նկատել դա է ուզում ասել, որ դուք սովորաբար ձեր ծննդյան օրերը նշում եք համերգով, համերգային ծրագրով եւ ամեն անգամ ինչ որ նոր բան եք մատուցում։ Մայստրո, ասեցիք, խոսեցինք մարզաշխարհի մասին, դուք ձեր էությամբ սպորտային մարդ եք ինձ թվում է։ Սպորտային մարդ եք ինձ թվում է, մարզաշխարհին մոտ կանգնած մարդ եք։ Պարապել եք լրջորեն սպորտով, թե ինչ որ զբաղվում եք։ Հիմա ամենօրյա աշխատանքը սպորտ է։ Կա մարզաձև, որը ձեզ շատ մոտ է, հոգեհարազատ է։ Գիտեք ինչ, օրինակ դպրոցում շատ չեն, հենց վոլեյբոլ եմ խաղացել շատ, բասկետբոլ եմ խաղացել, ֆուտբոլ քիչ եմ խաղացել։ Բայց այնպես երիտասարդ ենք այն ժամանակ։ Հիմա համերգասահներում դիրիժոր եմ։ Այսինքն մեր գործառույթը նախ եւ առաջ առողջություն է պետք։ Իհարկե։ Որովհետեւ ֆիզիկական լավ վիճակում պիտի լինես, որպեսզի կարողանաս դիմանալ այդ կան լուսարձակներին բաներին։ Հիմա գիտեք ինչ կա, իմ կյանքը կամ շատ ճիշտ է, կամ շատ սխալ։ Հիմա բոլորը աշխարհում ուզում են քիչ աշխատեն, շատ ունենան։ Մենք քրդինքների մեջ արժես աշխատել, տեստեւի աշխատել։ Միա ճանաչում եք մի հատ բանվոր Երևանում, ինչապ քրդն է։ Չէ։ Վադեսում եք։ Բայց քրդիկով փող աշխատող մարդ ինչ պիտի լինի։ Դե, իհարկե, նրան պետք է նաև ֆիզիկական լավ պատրաստական։ Մայստրո, բայց իհարկե մեծ փիլիսոփայություն կա ձեր կյանքի, ձեր գործունեության մեջ եւ ամեն անգամ երբ առիթ եմ ունենում, ասենք, ձեզ հետ հանդիպելու, միշտ ուրախանում եմ, որ ունեմ ձեզ նման ավակ ընկեր, որից սովորելու շատ բան ունեմ։ Իրոք, շատ շատ։ Շնորհակալ եմ դրա համար։ Եվ ինձ միշտ ուրախացնում է ձեր լավատեսությունը։ Բա առանց լավատեսության ես կյանք չունեմ։ Մայստրո, բայց կյանքում շատ դաժան հարվածներ եք ստացել։ Շատ։ Բայց այնպես իմ բանով իմ ուժով եմ դիմադրել։ Այս քերի չեմ ունեցել, ես իմ աշխատանքով եմ առաջ գնացել, իմ քրտինքով։ Եվ դժգոհ չեմ ինձանից։ Ամենակարևորը չեք չարացել։ Հա։ Մարդկան, հա, միշտ մի քիչ մի առես պետք է, բայց չէ, ուզում եմ ասեմ չեք չարացել։
Միշտ լավատես եք մնացել եւ Դուք ավելի լավ վիճակում եք ինձանից։ Դե ես ձեր չափ հարվածներ չեմ ստացել, բայց կաշխատեմ նույնպես դիմանալ։ Որտեւ ձեր օրի հետաքրքիր է շատ։ Այ երիտասարդ մարդկանց հետ աշխատելը երևի նաև նոր ստիմուլ է տալիս մարդուն, չէ՞։ Դուք անընդհատ երգչախումբը փոխվում է, գալիս են նորերը, իսկ հետաքրքիր է այն առաջին տարիների մարդկանցից ովքեր որ մնացել են, հանդիպում եք, կիսվում եք, կոլեկտիվի հետ բարեկամությունը շարունակ։ Պետք է ասեմ, մի հոգի կա, որը ժողովրդական արտիստ է, Ալբերտ Խաչատրյանը, այս գրքի բանի հեղինակի հարազատ եղբայրն է։ Այո։ Ռուդոլֆ Խաչատրյանի հարազատ եղբայրը։ Այո, այս։ Որը միջև հիմա մեզ հետ է եւ նրան ձեր չենք տալի, որովհետեւ նա միակ ժողովրդական արտիստն է, հարգված մարդ է շատ եւ բավական լավ պահպանված ձայնով։ Եվ ձայնով եւ մարդկային որակներով։ Շատ բարձր, այո։ Ձեր հուսալի ընկերներից մեկը։ Ուրեմն ինքը ինձանից մի տարով ավելի ավակ է, այսինքն մի տարով ավելի շատ է աշխատել։ 57 տարի աշխատում է։ 57 տարի, դե։ Մայստրո, այնուամենայնիվ այդքան երկար շատ դժվար է աշխատել, բայց դուք աշխատում եք, բայց մի հարց կա, որին դուք պիտի հիմա պատասխանեք։ Դա Շեքսպիրի հանրահայտ հարցադրումն է, լինել թե չլինել։ Այ մայստրո Չեկիջյանի պատասխանը ինչպիսին է։ Դուք քիչ առաջ ասացիք, որ ես միշտ լավադես եմ եղել, չէ՞։ Այո։ Լավադես իմ կարծիքով, իմ համես կարծիքով, լավադես չեղա շատ երկար չես ապրի։ Ուրեմն ձեր երկար ապրելու գաղտնիքը լավատեսության։ Նաև, այս փոքրիկ առիթը չեմ կորցնում, որպեսզի ինձ լավ զգամ, այսինքն դա ասելը հեշտ է, բայց անելը դժվար, որովհետև գիտեք ինչ, արվեստից զբաղվող մարդը, արվեստով զբաղվող մարդը երեխու նման է, փոքր բանից ուրախացող, փոքր բանից տխրող։ Եվ ուզում եմ փնտրեմ այդ փոքր բանը, որը ինձ պիտի ուրախացնի, եւ դրանով ուրախանում եմ։ Ինչքան հնարավոր է չարը վատը մոռանում եմ։ Եթե կարողանում եմ իհարկե։ Կարողանում եք։ Եվ այսպես լինել թե չլինել։ Դե ասեցի որ լինելու գաղտնիքներից մեկն էլ լավադես լինելն է, թե չես կարող ապրես։ Երկար չես ապրի։ Այո, այսինքն լինել։ Լինել, բայց չլինելով չես ապրի։ Լինելով ապրես։ Առանց լինելի ուր։ Սիրելի բարեկամներ, դուք հասկացաք, չէ՞, մայստրոն, եթե ուզում ես երկար ապրես, առաջին հերթին եղեք լավատես։ Երբեք մի չարացեք։ Եղեք բարի, որովհետև սա շատ կարևոր է։ Մայստրո, դուք ձեր կյանքով դա ապացուցել եք։ Այո, ինձ շատ ածականներ կպցրեցին, ինչ ասեցին, բայց մի բան չկարացանացին։ Ոչ մեկը չասում, Չեկիջյանը չար է, չկարացանացին։ Նույնիսկ նրանք, ովքեր չարություն են։ Այո։ Դե, մայստրո, ես շատ ուրախ եմ։ Սիրելի բարեկամներ, դե թույլ տվեք այս լավ տրամադրությամբ էլ ավարտել այսօրվա ծրագիրը։ Մենք հյուրընկալել էինք մայստրո Հովհաննես Չեկիջյանին, մի անձնավորության, որի հետ որպես կանոն ցանկացած հանդիպում միշտ էլ հաճելի է եւ սպասելի։ Ես եմ շնորհակալ։ Սպասում եմ հաջորդ հանդիպման։ Այսօր այսքանը, սիրելի բարեկամներ, ցտեսություն։